Բարև ձեզ, թե կամավորական խումբ եք, որը միացել է փոխարարական աշխատանք։ Մենք ՈՄԱ-ի անձնակազմն ենք, կոնկրետ ես ՈՄԱ Ալավերդու ղեկավարն եմ։ Ինչ փուլում է հիմա փոխարարական աշխատանքը։ Տղաները ջրասուզակներ էսպայն իջանջուրը շարունակ են։ Ոնց հասկացա, մոստի այս հատվածից ներքև ամբողջ գետի երկայնքի հունով մեկ սանրելով կգնան էլի, որ փորձեն մեծին գտնեն։ Չէ, մենք ճամփին ենք եղել ստեկ գալու, բայց ընթացքում ինձ զանգել ու ասել էին, որ գտել են։ Տեղյակ ենք, որ հատվածում ենք գտել, տեսել ենք այդ հատվածը, մոստը աղբյուրների, ինչպես որ մեզ հայտնեցին, երեխեքի ջուր ընկնելու հատվածից մոտավորապես 500 մետր ներքև։ Իսկ տեղյակ եք, ինչի արդյունքում են աղջիկները հայտնվել գետում, սայթաքել են, ճիշտ է։ Ոնց հասկացա, իհարկե ես հստակ ինքս չեմ այդ սենց ասած է աղբյուրին տեղյակ, բայց մենք էլ իմանալով հանդերձ փոքր աղջիկներից մեկը փորձել են, ոնց հասկանում եմ, այդ խողովակի վրայով անցնել, փոքրը սայթաքել է, մեծը փորձել է օգնել ու ինքն էլ սայթաքել է, չի կարողացել պահի ընկել է ջուրը։ Իսկ ինչի են աղջիկները կապված։ Ինչպես որ լսել ենք, ինչ-որ կրթահամալիր պետք է գնային, ուսուցողական կրթահամալիր է, ոնց հասկացանք, բայց այնտեղ ահազանգել են, որովհետև տեղ չէին հասել երեխեքը։ Մեծ քույրը, իրանց մեծ քույրն է, ոնց հասկանում եմ, ահազանգել ու տենց արդեն դեպքը գրանցվել է։ Հա, այդ պահից, բացի նրանից, որ ինչպես նաև մենք էլ տեղյակ եղանք, տեսնողներ են եղել, ոնց են ընկնում ջուրը, բայց ցավոք չեն հասցրել ու միգուցե նաև լողալ չգիտեին, դրա համար չեն կարողացել դեպի առասրագետը մտնեն ու օգնեն երեխեքին հանեն։ Իսկ հագուստի մասում Մենք երեք մի քանի կիլոմետր ստեղից ներքև դրոնով կարմիր հագուստ էինք գտել ու փորձել էինք համեմատել երեխայի հագած հագուստի հետ, ըստ աղբյուրների, որ նկարներ ուղարկեցինք ոստիկանություն ու համապատասխան մարմիններին, նկարը այդ երեխայի հագած հագուստից չէր, բայց շատ նմանությունն էր ըստ մեզ։ Դրա համար ամեն նմանատիպ հագուստի գույն գտնելով փորձում ենք համապատասխան մարմիններին տեղյակ պահել, միգուցե նաև այդ հագուստից լիներ։ Տեխնիկական միջոցները, որոնք օգտագործվում են հատուկ լողակներ, նավեր, նավակներ, ավելի ճիշտ դրոններ եւ այլն, դա բավարար է։ Ըստիս այս պահի դրությամբ ամեն հնարավոր միջոցներ օգտագործում են երեխեքին, այս դեպքում արդեն մեծ աղջկան գտնելու։ Հույսով ենք կգտնեն ու ճիշտ է ցավալի է, որ նման դեպք տեղի է ունեցել, կարար չլիներ, կարար լիքը հանգամանքներից ելներով ուշադիր լինեին, բայց իրանք երեխեք են, իրանք չէին մտածում ինչ կարա լիներ այդ պահով անցնելուց։ Գետը բավական այս պահի դրությամբ ոնց հասկացանք իջել է մի քիչ, բայց երեք ու մնացած օրերին անձրևների սեզոնին ինքը մի քիչ բարձրանում է։ Հիմա գետի ողջ երկայնքով իրականացնում են աշխատանք։ Հա, մեզանից մի քիչ ներքև արդեն ջրասուզակները ջրում են ու փորձում են տարածքը ամբողջական սանրելով, շոշափելով իհարկե, որտեղ տեսանելիություն չկա։ Գետը քանի որ կեղտոտ է, անհնար է ինչ-որ մի բան շոշափելով, հետո եթե ինչ-որ մի բան գտնում է ձեռի տակ, բնականաբար բարձրացնում, նայում են, տենում են, եթե նման, ինչպես նաև փոքր երեխուն են այդպես գտել էլի շոշափելով։